Հայկական մնացած հարգելի Հայաստանի քաղաքացիներ, սփյուռքահայեր, բարև ձեզ։ Այս անգամ էլի Էդոյի հետ հերթական մեր այդ նկարահանման օրն է, էլի մեր համար շատ սիրելի այգուց, հին երևանցիները իրան ասում են Մալականի սադ, բայց ինքը հիմա կոչվում է Արաբկիրի այգի։ Իրականում ամենալավ պահպանված այգիներից մեկն է, որ ծառերը խիտ, հով։ Հա, ոնց որ Դիլիջանյան ինչ որ միջավայրում լինենք։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ ես, նախ ուզում եմ մի հատ նախաբանում մի հատ բան ասեմ, այս մեր հայկական մեդիայի մեջ, հենց հետաքրքիր բան եմ նկատել։ Լավ բան ասես, չասես, չգիտեմ, մեկին վիրավորես, չվիրավորես, ինչ որ միշտ ինչ որ մի հատ վաստակ կոնկրետ, էլի հայտնվում է, ու տակը ինչ որ ամբողջ կոմենտների դաշտում էսի ինչ հիմարություններ ա գրում։ Արա լավ, դուք չեմ ջոգում, ոնց կարաք այդքան անբարոյական լինեք։ Հիվանդ մարդիկ են կներես Հայկ ջան, մեծ մասը հոգեկան խնդիր ունեցող մարդ է, որը դոստոպ ունի համացանցին։ Նորմալ մարդ, adekvat մարդը նախ իր դեմքով է հանդես գալի, որ իմանաս ով է, որ քրֆելուց իմանաս ոնց քրֆես։ Fake age-ով հանդես չի գալի, կամ էլ ադրբեջանցի են։ Իմ պատկերացրածով ուրիշ տարբերակ չկա։ Այդ տես ախպերս, այս վերջի 2-3 օրը, վերջի ու 3-4 օրից ինչ որ մի հատ լուրեր տարածվեց, որ տենց մի հատ տղա կա, տենց բոյով ճաղատ, իր ֆիզիկական տվյալները մի կողմ դրած, մարդը կարող տարբեր ձևի լինի, տենց մի հատ տղա կա, ով ներկայանում է քաղաքը լավ իմացող, ես քաղաքագետերին ասում քաղաքը լավ իմացող, էլի, իրանք քաղաքը գիտեցողներն են, էլի, իրանք ախպեր ջան։ Թող ես չնեղանան մյուս բոլոր նորմալ քաղաքագետերը, բայց այդ մեկին տենց ինչ որ յանից էծել էին, մի հատ տենց բան նկար հրապարակվեց, դեմքը տենց պաստանովկա արած ինչ որ, ես տենց եմ մտածում, որ իրան չեն ծեծել, սա ուղղակի հերթական մանևրն է, որպեսզի ինչ որ այս մարդիկ ինչ որ պրոբլեմներ սարքեն։ Ես իմացա ու մասին է խոսքը, Արամի մասին է խոսքը, ես իրան մի երկու անգամ տեսել եմ, այդ կաֆե կար, սա այդ Բայրոնի վրա, գալի է նստում էր, Քոչյանին էր գովում, ես տենց եմ իրան ճանաչում, էլի, բայց այդ տղան իմ կարծիքով ունի հոգեկան խնդիր, կամ ինչ որ բանի ազդեցության տակ պետք է լինի, արա որ գնաս 90-95 տարեկան կնոջը, այն էլ տիկին Ռոզայի պես կնոջը, ինչ որ բան փորձես ասես, դու պետք է առնվազն տրյապկա ալնես, բայց ասեմ, ես տիկին Ռոզային ճանաչում ու ճանաչել գիտես ոնց սուպերմարկետում օրինակ մի 2011-12 թվին առևտուր էր անում, ու ճանաչեցի որ Ծառուկյանի մաման է, առևտուր արեց, տան կինը ոնց առևտուր անում, երևի մեկին ինչ որ բաներ ուզում պատրաստել, բաս այնց ինքը իրանով եկել էր վարորդի հետ, կասայի աշխատողին էլ այդ թվին 20000 դրամ թողեց Բայրեխեք ջան քաղցր կառնեք ուտի, մոտ հրաշքին, ասենք այդ կնոջը մոտիկանալ ինչ որ ամբիցիաներով բան ասել, կամ դինես հոգեկան հիվանդ, կամ ինչ որ բանի ազդեցության տակ, կամ տրյապկա, այս իմ կարծիքն է, ուրիշ տարբերակ չկա իմ համար։ Դաժե ինձ ասել են այդ տեղեկատվություն, շատ մեծ հույս ունեմ, որ դա այն մարդը, որ տվել է այս քանի օրը կտեսնեմ, որ դա կհաստատի, որ սա որ անգելա Քոչարյանի, Լարելա Քոչարյան ընտանիքի հետևից, կոպիտ ասած, այդպես մի հոգի էլ կա, մեծ լրագրող կա, չէ՞, Նանա Իսրայելյան, սա էլ նախկինում Քոչարյանական, արե ոնց է սրանք սագվեն եթե, արե շատ նման են, իսկականից։ Արա այնի պրոստը մի քյաչալ տեսակն է անգել։ Իրականում շատ նման է։ Էլի թեմաներ կան կապված այս երիտասարդի հետ, ես տենց ինֆորմացիաների տիրապետում եմ, հələ կփորձեմ նաև այն մարդիկ, որոնք որ այդ ինֆորմացիանից տրամադրել են դրա մասին էլ խոսեմ, այս տղեն ընկեր, շատ մարդկանցից է զանգել, ուղիղ տեքստով զանգում փող է ուզում ընկեր հասկանում, ես ասում եմ ինձ փող տվեք, այս ինչ բանի մասին չխոսամ մտը։ Պետք է դատի տան, եթե հոգեկան հիվանդ չի, եթե հոգեկան հիվանդ է, պետք է ուղարկեն բուժման, եթե հոգեկան հիվանդ չի, պետք է դատի տան, իր համապատասխան պատիժը օրենքով կրի, որովհետև մարդ պետք է ապեր հիվանդ դրի, տղամարդը մտնի եթեր, կնանիքի հետ հագնի ու նորմալ կնանիքի հետ է, այսինքն Բելա Քոչյանին, Վարդապետյանին, կին որ այո, մտել կին դեպուտատ կար է Հայաստան Դաշինքից, որ դրա հետևից էլ Լնդա Վալավերդյանի վրա տես վիդեոներ մի հատ հրապարակել ընկեր։ Բաղը միսօր են որ խոսում են լոփոլոփում են կենտրոն են քայլում են եկեք տեսեք, արա քեզ եթե հիմա էլ չտենան, օրինակ Սիրուշոյի տղեն մեծանալու է, եթե դու կենտրոն տես քայլում ես նստում ես, գալը մի երկու հատ զապիս ցույց տա ու այդ վաղ մի երկու հարց տա, քեզ այդ վաղ տենա ոնց ես պատասխանում, 10 տարի հետո շատ չէ, 15։ Հա, իդեպ այս երևույթին շատ լավ անդրադարձել էր Արտուր Ասատրյան, Դոն Պիպոն, ինքը Մոսկվայում բնակվող, հարգելի ընկերներս, այդ հատվածը կդնեմ մեր նյութի մեջ, որ դուք էլ տեսնեք, հասկանաք, թե ովքեր որ չեն տեսել, հասկանաք, թե մենք ում հետ գործ ունենք։ Բայց անցնելով Արամիկի վրայով
հիմա քեզ մի հատ ուրիշ հարց Աստված իր տամ, հետ։ Աստված իր հետ, թող Գնա բուժվի, թող իմ կարծիքով հիվանդ է ախպեր, լուրջ գնա բուժվի ինգեր։ Ոնց կա տղամարդը 90 տարեկան, 95 տարեկան կանոջը, դուրը բացի, այնը այդ տիպի լավ կնոջը։ դիտեք տեսանյութը ու շարունակենք։ Բայց չեմ կարող չանդրադառնալ, որովհետև տեսնելով, որ Երևան քաղաքում կենտրոնում նստած մեղավորը նա չի, մեղավորը նրանք են, ովքեր այս բոզի տղային փող են տալի։ Ասեմ ինչի համար բոզի տղա, որտև 20 տարի առաջ, երբ որ նրա հայրիկը մտավ տուն, Կատիլակ Սերոժին մոր հետ անկողնու մեջ բռնեց, թողեց Երևանից դուրս եկավ Մոսկվա, այլևս չվերադարձավ։ Իսկ Կատիլակ Սերոժը երկար տարիներ սրա մամային հագցնելով, այս երեխան ճիշտ է, ինքը վատ հոգեկան վիճակի մեջ է, դե լուբո երեխա էլ, որ տենում է իր մորը կողքի սենյակում ճուժոյ մարդը հագցնում է, հոգեկանը խանգարվում է։ Դե մտածելով, որ սա հոգեկան հիվանդ է, բայց արդեն նստել նայել, որ այսպիսի հոգեկան հիվանդը Կարայինց կլոն անվանի, ոչ իշ ջայնամ, ասենք, նրանք օր ունեն, ժամ ունեն, բայց արդեն որ անդրադառնա իմ տղային, հիմա բացատրեմ։ Կատիլակ Սերոժը քեզ բոզի տղա իր համարները տվել էր Սիպտակ Մերսեդեսով, քեզ ով որ իմ մոտ բերել է, խնդրել ես այդ տղուն Շահինյան Հովիկին, որի հետ ծանոթացել ես Ռոբերտ Քոչարյանի դադավորության վաղտ, որ դու էլ Հովիկի հետ եղել եք երկուսով Քոչարյանի պաշտպանության միտինգին։ Եկել էր ընդ որ Քոչարյանին որ մտնեիր։ Հետո նույն Քոչարյանին խնդրել եք փող, բայց Քոչարյանը քեզ խիպտի փող տա։ Այդ մատ ուրիշ հարց տամ, էլի ցավը տանեմ։ Հիմա լավ, ասենք դու մենք համարյա թե ամեն օր իրար հետ հանդիպում ենք, ունենք ընդհանուր գիծ, մենք ընկերներ ենք, դե դրա մասին բոլորը գիտեն, բայց sense մի հատ հարց կա, անգեր, նայ, դες ինչա կատարվում։ Հիմա sense ոնց որ միապաղաղ լռություն լինի Հայաստանի քաղաքական դաշտում, ոնց որ բոլորի համար օքեյ լինի այս վիճակը։ Դու ինչ ես կարծում, լավ, sense օքեյով, միջև ուր ենք գնալու անգեր։ Գեր ուզում եմ դրան էլ անդրադառնալ, լավ է այդ հարցը տվեցի, շնորհակալ եմ հարցի համար։ Նայ, ես շատ մարդկանց եմ ճանաչում քաղաքում ու երբ եկավ այս ընտրությունների վերջի 10 օրը, որ ինչ որ մարդիկ էին ակտիվացել ու ուժեղ Հայաստան թիմի մասով եմ էլի ասում, բեմ էին դուրս գալիս, թորիներ էին անում, երգիր էին փրկում են ներքևի խաղը, էլի, ոչ թե վերևը, ներքևը։ Բայց միանգամից կորան, այսինքն իմը տպավորություն է, որ դրանք պրոստը այդ վերջի պահին գիտեն, որ ուժեղ Հայաստանը ուժեղ է, հաղթելու շանսերը շատ մեծ է, այտենց ակտիվացել էին կորան։ Այդ դրանց նախ պետքա մաքրեն դաշտից։ Ալկոգոլիկներին պետքա մաքրեն դաշտից, որ ինչ որ բան չխմեն, ստատուսներ գրեն, լայվեր մտնեն եւ այլ անեն։ Բայց սпасելով հարց լուծվել է մի դեպքում։ Եթե կամած հետները կարևոր է, լսի, կարևոր է, պետք է Նիկոլի սադրանքներին չտրվեն, այսինքն այնի որ մի բան ասում է, պետք է հակառակը անես, ախպեր։ Դրա մասին էլի խոսել ենք, հա, դրա մասին էլի խոսել ենք, այդ ջան, Ինչ ես մտածում, խեն լուրս, ախ, ինչին ես սպասում։ Պուտինի շնորհավորելու։ Չէ, ընկեր, տես, օրինակ վերջերս ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Բարերար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ հայտարարում է անդիմադիր սեգմենտների առհասարակ անդիմադիր բոլոր քաղաքական ուժերի միավորման մասին անոնս արեց, եւ ես գտնում եմ, այո, եթե մենք ուզում ենք մեր երկիրը հանենք այս վիճակից, որ հայկական մնանք ամենակարևորը, ոչ թե դառնանք ադրբեջանական, չգիտեմ եսի ինչ, որ կներես մի հատ բան էին, համ, դրանց 3-4 դասանի երեխեքի գրքի մեջ ես կուղարկեմ, դաժե կարես նկարը դնես, ադրբեջանցի աղջիկ երեխեն տապորով խփում է հայ զինվորին։ Այսինքն հիմա տենց են դաստիարակվում, էլի, թե այդ ինչ խաղաղություն է, ես չգիտեմ, կարող է լիքը մարդկանց պատկերացած խաղաղությունը տենց է, որ մեր զինվորին տապորով երեխեն խփում է։ Այդ գիտես խնդրը ինչի մեջ է, տես, ես միշտ եմ էլի ասում, մեր խնդիրները սկսեց նրանից, որ հա ես բան չունեմ ասել, որ երբեք նախկին իշխանությունների իմ աչքի լույսը չեն եղել։ Հիմա էլ մեր աչքի լույսը։ Անես չի որ հիմա մեր աչքի լույսն են, էլի, իրանք լիքը վատ բաներ ունեն արած, բրատ։ Արիծուրը նստենք դուրս խոսանք, հա, մեջները մարդիկ կան ու նկատմամբ ես հարգանքով եմ վերաբերվում, ունեմ նաև հարազատներ, ինձ ես։ Հա, բայց ստեղ հարցը գիտես ինչի մեջ է, արա այս քֆուրը, այս համատարած ատելության մտնոլորտը,
Մարդիկ ախպեր դուրս են գալի փողոցում հասարակի բաները ոչ մեկին մեծ հարցում զիջել չունի։ Մտնում ես խանութ սա դառը կորուզի դերքով առանց ոչ մի պատճառ, ասեմ սիգնալ տալու համար, իրար ջրելու համար, չգիտեմ, իրար նայելու համար, իրականում այդ նեգատիվը պլյուս այդ պատերազմից հետո այդ էներգետիկ դաշտը մնացել է այս երկրում։ Ու սրանք շարունակում Արա անգր գիտես վատը ինչի մեջ է, ես sense եմ ասում, էլի ախպերս։ Նաև իմ հետ գիտեմ մեր հետևորդն էլ կա համաձայնվեն, որ ախպեր ոնց որ արա փողոցներում ոնց որ հայը հայի հետ չշփվի, ինգեր։ Ոնց որ ադրբեջանցիների հետ չփես, ինգեր։ Ախպեր ջան, ասեմ այդ ինչից է իմ կարծիքով, որտեվ հիմնական շփվում են Facebook-ով, սոցցանցերով, կեսը մի հատվածը TikTok-ով է իրար քրվում, մի հատվածը բանես, Facebook-ով է իրար քրվում, ատելության խոսք անես եւ այլ, այլ հայաթը չեն։ Արա ես մի բան կարամ ասեմ, սրանից հետո հանգարց եթե մեկ ով քֆուր տա, արեք sense պայմանավորվենք, էլի նշանակում է ինքը սրբապիղծ է։ Արեք էլ քֆուր չտանք, արեք քֆուրը վերացնենք, էլի մեր Արի իզուց քեզից ասենք, էլի կարաս ինչ որ վիրավորելու համար, չգիտեմ, օրինակ ասես դալբայոբա, լավ, այդ որ քֆուրե չի, էլի։ Արա հայը ես ասել եմ այդ բառը միշտ բառը սիրում եմ։ Մտնես, արա քաղաք, ես օրինակ գիտեք Նիկոլի, ես ոնց եմ Նիկոլին վերաբերվում, բայց Նիկոլին քֆուր տված չկամ կյանքում։ Արա ես իրան չեմ քրպել ընկեր։ Չաու չէ։ Ախպեր նայ, այս վերջի շրջանում ես մի հոգու եմ կոպիտ բառով վիրավորել, այն էլ որ ասել է աղբի տղա, դա էլ պարսկերենից նշանակում է աղբոր տղա թարգմանաբար ընկեր։ Հա, ախպերն էլ ասել է երթվում եմ այդ մարդուն էլ բայց վիդեոն կա գոնե հա ասել է տղա բարի ասել մենթալիտետը դեպի վատ բան է մտած, օրինակ այդ լավ, օքեյ, ախպեր, դա էլ անցանք, բայց այդտեղ մեծ կարևոր նյուանս կա, այդ ջան։ Սրանից հետո եթե ես էլ դու էլ արիմացած բան էլի ծավալենք, էլի իրավիճակ ծավալենք, էլի արեք բեզաչոտնիկ չլնենք, էլի ժողովուրդ ջան։ Մեզ, մեր հայրերը, մեր պապերը, մեր նիստուկացով տենց չեն դաստիարակել։ Դարելա բեզաչոտնիկ պետություն է երկիրը, ընկեր։ Ես գիտեմ, որ մարդը բերթում նստած է շատ վատ բանի համար, իրան դաժե ծնող չեն քրվում, ես տենց եմ լսել, չգիտեմ, որտեվ ասում են ծնողը կապ չունի դրա հետ։ Իհարկե, ապա սինիզացիա не отвечает։ Հիմա սրան կարա քֆուր կնանի, քֆուրա հետ։ Հին ռուսական ասացվածքից բան մեջ բերեցի, ժողովուրդ ջան, հարգելի ընկերներ ջան, հայկական մասսաներ ջան, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ YouTube-ի հայկական ալիքին։ Ձեր կարծիքն է գրեք, գրեք, ես էլ եմ կարդում, բայց առանց խնդրում եմ վիրավորանքների պահպանենք մեր հայ լինելու հատկությունը, որը իմ համար բարձրագույն արժեք է։ Խնդրում եմ ձեզ, տարածեք տեսանյութը, քանի որ կդնենք թե Facebook-յան մեր տիրույթներում, թե YouTube-յան մեր ալիքում, թե TikTok-ում, խնդրում եմ տարածեք տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդ տեսնի, կարողանանք հանգիստ նորմալ ճանապարհով մենք մեր կյանքը ձևավորենք, շարժվենք դեպի առաջ։ Եվ մի բան էլ, ես տեսնում եմ ինչ որ այդպես մարդիկ հայտնվել են ախպեր դե թող գնան կառուցողական ընդդիմություն բան Նիկոլենց, դա անհնարին բան է։ Նիկոլենցը կառուցողական ընդդիմություն։ Կառուցողականը գիտես որն է, էլի կներես, այս անգամ Քամրամը Ադրբեջանից ասում էր ում ընտրենք, ոնց ընտրենք, ինչ ձևը։ Մյուս անգամ գալու է Երևանում բուկլետ բաժանի, այդ է կառուցողականը։ Ըստ Նիկոլենց Պանյատների հարգելիներս ձիգ մնացեք, առողջ եղեք, հայկական մնացեք, ամենակարևորը, այո, կդնեմ մեր կոմենտներում նաև մեր հղումները, սոցիալական մեդիայի լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդիվ, լավ եղեք։ Տեսություն։